Ինչպես ազատվել Երևանի գլխին պարբերաբար կուտակվող թունավոր ամպից, որ խիստ թանձրանում է, հատկապես Նուբարաշենի աղբավայրի հրդեհներից հետո։ Ես կառաջարկեի ստեղծել աղբից ստացված էլեկտրաէներգիա։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ուղղակի որսում է քաղաքացու միտքն ու այն վերածում տնտեսական ծրագրի։ 2 օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք եւ իրենք ասեցին, որ օնկոհիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20%-ով։ Միայն նրա պատճառով, որ օդը աղտոտված է Երևանում։ Իրենք բուժառուների մոտ 20%-ով աճ ունեն։ Իսկ ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը։ Հայաստանի այս պահին ամենաժողովրդական շարժման ներկայացուցիչները շարունակում են հանդիպել քաղաքացիների հետ։ Այս անգամ Տաշիր արենայում ու մոտ 1700 մարդու են ներկայացրել գործարար բարերար Սամվել Կարապետյանի տնտեսապես ուժեղ Հայաստան կառուցելու 5 քայլը։ Փոքր բիզնեսը այլևս հարկ չի վճարում։ Ըստ Սամվել Կարապետյանի ծրագրի Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը մոտ 96,000 տնտեսվարող ազատվելու է հարկերից։ Խոսքն այն բիզնեսի մասին է, որի հարկերը Փաշինյանի իշխանության օրերին բարձրացել են առնվազն 2 անգամ։ Պետությունից ինչ որ բան ստանում եք, բացի հարկայինի ջղային դեմքից։ Ոչ մի նոր որակական փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ է դա բերել մեր երկրին։ Ուրեմն մի տարվա ընթացքում 3000 ընկերություն է փակվել։ Պատկերացրեք, միջինում ամեն ընկերությունում 3 հոգի է աշխատում։ Այսինքն մի տարվա ընթացքում մենք կորցրել ենք փոքր բիզնեսում մոտ 9000 աշխատատեղ։ Իսկ ապագայում ինչա կանխատեսվում։ Դուք եթե ուզենաք բիզնես անեք Հայաստանում, ձեռներեցությամբ զբաղվեք, ունենալու եք 2 լավ լուր։ Առաջինը հարկ չեք տալու, երկրորդը հարկայինին չեք տեսնելու։ Իսկ ծանր արդյունաբերությունը չեք կարևորում։ Մեր ձևով ժողովրդական շարժման ներկայացուցիչներին հարցնում են մարդիկ։ Ապրիլյանի պատերազմից հետո պարզ դառավ, որ ծանր արդյունաբերությունը դա ֆունդամենտն է ամեն ինչի։ Մի անգամ մի գերմանացի մարդ ասեց պամիդորներով կռիվը չեն կրի։ Մեր ծրագրի հիմքում 80000 արդյունաբերական աշխատատեղի ստեղծումն է, որոնք բաժանված են մի քանի ոլորտների միջև. տեքստիլ, սննդի արդյունաբերություն եւ իհարկե ծանր արդյունաբերություն։ Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմը պնդում է Հայաստանում կարճ ժամանակում հնարավոր է ստեղծել 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես մարզերում, դեղորայքը դարձնել 20%-ով մատչելի, 20,000 մատչելի բնակարան կառուցել ու ունենալ բերքի երաշխավորված մթերում գյուղերում։ Գյուղացին պետք է չմտածի վաճառելու մասին։ Տարվա սկզբից գյուղացիներին հնարավորություն է տրվելու մթերման կայանի հետ պայմանագիր կնքել գնով եւ մոռանալ ամեն ինչի մասին։ Իր միակ նպատակը պետք է լինի ապրանք ստանալը։ Սա հեղափոխական փոփոխություն է բերելու մեր բոլոր համայնքներում։ Վերջապես գյուղատնտեսությունը լինելու է կանխատեսելի եւ շահութաբեր։ Մեր ձևով ուժեղ Հայաստան կառուցողները ընդգծում են, Հայաստանը աշխարհասփյուռ 8 միլիոն հայերի երկիրը պետք է լինի, ոչ թե միայն հայաստանցի 3 միլիոնի։ Օրինակ մենք գիտենք Անգլիայում կա Լորդ Արա Դարզի, ամենահայտնի լորդերից է, ով Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է։ Հայ, մեր օրենքներով ինքը իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանա։ Այսինքն մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց օրինակ Արա Դարզի նման նախարարին չենք կարող ունենալ։ Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են։ Մեր ազգի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում լավագույն դեմքերն են իրենց ուղղություններով։ Բայց Հայաստանում նենց օրենսդրական սահմանափակումներ են դրել, որ մարդիկ ուղղակի պետքա գան, Արարատը նայեն ու գնան։ Նարեկ Կարապետյանը հորդորում է խորհրդարանական ընտրություններին քվետալ ոչ թե անձին, այլ նրան ներկայացրած ծրագրին, հաշվի առնելով այդ անձի անցած ճանապարհը, ստեղծած բարիքը։ Վերջապես մեր երկրում գործելու է օրենքը։ Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացնել իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ որ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանա անի այն, ինչ հիմա են անում։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմը գիտի, որքան թեժանան նախընտրական պրոցեսները, այնքան ավելի դաշան ու շատ են լինելու իրենց դեմ հակաքարոզչական հարձակումները։ Բայց ուժեղ Հայաստան կառուցողներն ասում են, դրան էլ
պատրաստ են։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։